ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱՆԷ-ին պետական պահուստային ֆոնդից առողջապահության ապահովագրության համակարգի շարունակականության ապահովման նպատակով 2.5 միլիարդ դրամի տրամադրումը համարում է քաղաքական քայլ ընտրությունների նախաշեմին։ Անընդունելի է, որ վաստակաշատ բժիշկների նկատմամբ շանտաժի ու ահաբեկչության մեխանիզմ է կիրառվում, անկեղծ ասած ամենից շատ դա ինձ մտահոգեց։ Ինչ է նշանակում, եթե չեք ուզում գնացեք, լավ, բա որ բոլորը գնան, մեզ ով պետք է բուժի, ասաց նա։ Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուիկ Գյուղեղյանի նախաձեռնությամբ բժշկի ձայնը նախաձեռնող խմբի դիմումի հիման վրա։ Այն նվիրված է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին եւ դրա ներդրման շուրջ մասնագիտական մտահոգություններին։ Հակակոռուպցիոն դատարանը ժամը 11-ից սկսել է քննել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Հույս ունենք ի վերջո արդարությունը կհաղթի, Կարապետյանն ազատ կարձակվի։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Նա նշեց, որ հասկանում են կան դատավորներ, որոնք չեն կարող կառավարությանը դեմ գնալ արդարության որոշում կայացնել, բայց ամեն դատավարությունից հետո իրենց հույսը շատանում է։ Պետք է ի վերջո հայտնվի այն դատավորը, որ վերջ կդնի այս ապօրինի կալանքին եւ ազատ կարձակի Սամվել Կարապետյանին, ով 7 ամսից ավել գտնվել է կալանքի տակ հենց ԱԱԾ մեկուսարանում։ Հիմա արդեն 2 ամիս է տնային կալանքի տակ է։ Մեր հույսը մեծ է, որ ի վերջո այսօր ազատ կարձակվի։ Նշենք, որ միջնորդությունը քննում է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Այսօրվա հավաքին ներկա է նաև Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը։ Այսօր մարտի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հայտնի Ծովինար ջրամբարում շարունակվում են 3 օր առաջ ըստ նախնական տեղեկությունների նշված ջրամբարում խեղդամա եղած կնոջ որոնողական աշխատանքները։ Դեպքի փաստով քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական բարույթ։ Նշենք, որ մարտի 11-ից իրականացվում են ջրահեղձ եղած կնոջ 72-ամյա Ամալիա Ս.-ի մարմնի հայտնաբերման աշխատանքները։ Մարտի 10-ից 13-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեվոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ ԳՀԽ-ն մերժելի է նկատել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 26 թվականի մարտի 11-ի ելույթում հայոց եկեղեցու եւ եկեղեցականության հասեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները, օտարազդեցության գործակալ, պատերազմի կուսակցություն եւ այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների եւ ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։ Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում։ Այն տարածել է պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը, որը ստորագրել են 2 տասնյակից ավելի գիտնականներ։ Մենք ներքո ստորագրյալներս խորը մտահոգություն ենք հայտնում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում տեղի ունեցած վերջին եւ անհանգստացնող զարգացումների վերաբերյալ։ 2026 թվականի մարտի 11-ին ինստիտուտի պատմության մեջ ամենաակնառու եւ նվիրված տնօրեններից մեկը դոկտոր Էդիտա Գզոյանը հրաժարական տվեց ըստ որոշ տեղեկությունների, այլ ոչ թե ազատ ընտրության, այլ կառավարության ճնշման տակ։ Մեր պայքարի առաջին օրից մենք այս փողոցում շատ օրեր ու ժամեր ենք անցկացրել հակակոռուպցիոն դատարանի դիմաց բազմամարդ ակցիայի մասնակիցներին դիմելով հայտարարեց Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա նշեց, որ իրենց հետ ժամեր շարունակ այս փողոցում դատարանի որոշումներին սպասել են անծանոթ մարդիկ, որոնք հավատում էին, որ փոփոխություններ են գալու Հայաստան։ Սպասում էին հույսով, որ գտնվել է մարդ, ով համարձակություն ու ուժ ունի փոխել մեր երկրի ընթացքը անկումից։ Ինչ եմ ուզում ասել, ինչու են 9 ամիս շարունակ մենք այստեղ գալիս։ Պատճառը մի մարդու վախն է։ Մարդը վախենում է մրցել, մարդը վախենում է ուժեղից։ Նրա խոսքը ընդհատվեց ամոթ վանկարկումներով։ Կարապետյանն ասաց՝ մի մեթոդ են մտածել, թե ինչ պետք է անեն, որ այդ մարդը չվախենա, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի ազատության մեջ ու շփվի ժողովրդի հետ։ Մի հատ ժողովրդական մեթոդ կա՝ վաղ չափողի մոտ տանենք, ասաց նա։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները որոշել են Փաշինյանին տանել վաղ չափողի մոտ։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին։